Ողջույն, կրկին սովորենք միասինն է եթերում եւ այսօր X-Drive-ի հետ մեր հերթական դասն ենք անցկացնելու։ Գնացինք։ Բարև ձեզ ընկերներ։ Բարև Սյուզան ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր ինչ ենք սովորելու միասին։ Հերթական դասին ես եկել։ Այո։ Այսօր Սյուզան, նա ինչ պիտի անենք։ Ես ամեն անգամ տարբեր տեղանքներ եմ ընտրում։ Ինչու՞, որպեսզի մենք նույն բանը չանենք, նույնը չսովորենք։ Ամեն անգամ տարբեր իրավիճակներ, տարբեր տեղանքներ։ Հասկացա։ Էլի կատարելու ենք նույնը, հետադարձ կկատարենք, հետընթաց կատարենք, այսինքն մանևրները կկատարենք, որպեսզի կարողանանք ղեկի հետ աշխատել, սովորել, բայց այս տեղանքը, որտեղ որ հիմա այսօր մենք մեր դասընթացները կիրականացնենք, ինչով է լավ։ Ստեղ կան շատ պարկած ոստիկաններ։ Լսել ես պարկած ոստիկան։ Այո։ Այդ արհեստական անհարթության մասին է խոսքը։ Մենք պիտի կարողանանք իրանցից օգտվել։ Այսինքն իրանց ոնց հաղթահարես անցնես, որ մեքենան չվնասվի ու ճիշտ աշխատես ոտնակների հետ եւ ղեկի հետ։ Լավ, այստեղ անկում շատ կա այդ արհեստական անհարթություններից, մենք հերթով իրանց վրայով փորձենք անցնել։ Մի փոքր արագ, մի փոքր դանդաղ կանցնենք, որպեսզի տարբերությունը դուրս գաս։ Ու ինքդ պիտի հասկանաս, որ կետից արգելակես, մինչև իրան հասնելը, թե մոտենալուց ինչքան առաջ, ինչքան հետո, միայն դիմացի անիվները չեն ալնել, մենք հետևնելու ենք անի, որում հերթով պետք է հաղթարենք անցնենք։ Փորձենք անգամ մի փոքր շեղ իրանց վրայով անցնել։ Դա էլ է ճիշտ, դա էլ է թույլատրելի ու այդ ընթացքում ես կխոսեմ, կբացատրեմ քեզ, խոսենք, գիտես ինչի մասին, կախոցների մասին։ Այդ պրուժիններ, ամորտիզատոր լսել ես, որ փափկություն հաղորդումներ իրեն, իրանք բացվում են, փակվում են, այսինքն աշխատում է այդ ընթացքում, երբ որ անիվը այդ անհարթության վրայով է փորձում անցնել։ Կամ ինչ որ պատկերացրու ճանապարհի ծածկույթը վնասված է, ակը այդ անիվը մտնում է այդ վնասված ծածկույթի մեջ, փոսի մեջ, պատկերացրու ինքը բացվում է այդ կախոցը, նորից փակվում է, ոնց անել, որպեսզի հեշտությամբ հաղթարել այդ խոչընդոտները եւ ասել։ Լավ, հիմա արի սկսենք, ընթացքում մենք այդ ամեն ինչը սկսենք։ Շատ լավ։ Շահա, դու ինքդ գիտես արդեն այդ ամեն ինչը արա, ես քեզ կօգնեմ։ Ոնց կգտնես հարմար։ Սյուզան, ամրակապվում եք։ Ամրակապվում ենք, չէ՞։ Պետք է կարելի վերջում, բայց ոչինչ, խնդիր չի։ Ամրակապվում ես ու մի հատ հայլիներն ես փորձում ուղղել։ Այս հայլիները շատ կարևոր են, պետք է ուղղել։ Մի հատ նայ, տես ոնց է։ Նորից տեսնում ես։ Ինչքան տեսադաշտը բաց, այնքան լավ։ Մեքենան շոշափելի պետք է տեսնես հետևի մասը։ Շատ լավ։ Հիմա արի տեղից շարժվենք, մի հատ մեծ հետադարձ կատարենք։ Ձախով։ Նո հետադարձ ենք կատարել ու հետ գնանք։ Լավ։ Տեղից ուղակի քանի որ շարժվում ենք։ Շատ լավ։ Ազդանշանը չենք փորանում միացնել, ոտքդ դու արգելակման է, որ մեքենան շարժվի։ Հիմա ուշադիր հայլուտ նայում ես, եթե չկա տրանսպորտային միջոց, նոր ոտքդ թողնում ես պեդալը։ Չկա։ Ահա, տեղից կարող ես արդեն զգուշությամբ շարժել։ Գազ պետք չի։ Առաջացի։ Այդտեղ տեղանքը մեծ է, մի փոքր աչեսվում, որ մեծ որ շրջադա հետադարձը կարողանաս կատարել մեկ գործողությամբ։ Ազդանշանը նորից միացնում ես, կանգնում ես, համոզում ես մեքենա չկա։ Հա, չկա։ Ամբողջությամբ ղեկը պտտում ես ձախ։ Ահա։ Ուղղում ենք ղեկը։ Շատ լավ, ուղղ շարունակում ենք։ Հենց տեսնում ես արհեստական անհարթություն։ Արի իրա վրայով անցնենք։ Դանդաղացնեմ։ Ապրես, հələ դու ոնց կա, ոնց ես պատկերացնում։ Արի ես ոչինչ չասեմ, քո պատկերացման դրա։ Պատկերացում, պետքա դանդաղացնեմ։ Ահա, ապրես։ Դանդաղ։ Շատ լավ։ Զգուշությամբ։ Տեսար, ես ոչինչ չասեցի, հենց առաջինը մի անգամ Բայց ճիշտ եմ։ Շատ լավ։ Հիմա ես էլի կխոսեմ իրանց մասին, որպես հուշումներ քեզ, նայ։ Ոնց ենք շարժում։ Ճանապարհը մտքով կիսում ես երկու մասի ու դուրս չես գալիս հանդիպակաց երբեք։ Նայ ոնց է պետք անել։ Մի հատ էսա որ հենց կհանդիպենք արհեստական անհարթության այդ խոչընդոտին, հենց անմիջապես իրա վրա ես այդ ամեն ինչը կբացատրեմ, լավ։ Հիմա մի փոքր հեռու կանգնի, ես այդտեղ բան քեզ բացատրեմ։ Ահա, կանգնեցինք։ Դու տեսնում ես, չէ՞, արհեստական անհարթությունը։ Երբ որ մոտենում ես իրեն, ինքը քո տեսադաշտից ինչ որ մի կետում կորում է։
Դու իրան չես տեսնում։ Բայց դա չի նշանակում, որ արդեն դու բարձրանում ես իր վրա։ Հենց քո տեսադաշտից ինքը կորավ, դու իրան չես տեսնում։ Դեռ 3 մետր մոտ 3 քայլ, 3 մետր տարածություն կա մինչև հասնի քո դողերին, ակերին։ Պատկերացրիր։ Հիմա լի առաջացին, հենց տեսադաշտը կորցնես, դու պատկերացրու արդեն, որ մի 3 մետր հետո կորավ, 1, 2, էս էլ 3։ Ես արդեն բարձրացանք իր վրա։ Հասկացա։ Պատկերացրիր, մի անգամ չի լինի։ Ուղիղ, նորից ուղիղ շարունակում ենք, այնտեղ էլի կան։ Շատ լավ։ Բայց հիմա նայ, հենց հասնում ես իրեն, կանգնում ես, շատ դանդաղ ես իր վրա բարձրանում։ Նույն հետևում ակիրը անցավ, պատկերացրիր։ Հիմա հետադարձ ենք կատարելու, բայց լայն ես վերցնում, որպեսզի մի գործողությամբ կատարենք, ապես մարգատը չենք մոռանում։ Չէ, արեցինք, շատ լավ։ Հիմա արի մի հատ կանգ արստեղ, ես էլի քեզ բան բացատրեմ։ Այ հիմա այդ խոչընդոտի վրա որ մենք անցնենք, ինչա տեղ ունենում։ Շատ-շատերը սխալ են այդ գործողությունը կատարում։ Ինչի մասին է խոսքը։ Երբ որ մոտենում են, հասնում են, արդեն պետքա ակերը հպվի, կպնի այդ անմիջապես այդ անհարթությանը, հենց կպնելու պահին են արգելակում։ Դա սխալ է։ Պետքա նախապես ապրես նախապես ես անում, հենց հասար արդեն իրեն, թողնում ես ավտոմատ մեքենան գլորվում իր վրայով անցնում է, որտեվ եթե անմիջապես իր վրա ես արգելակում, ինչա տեղ ունենում, ակերը բլոկավորում են, ակերը որ բլոկավորվում է, այդ հարվածից կարա վնասվի մեքենան։ Լավ, իսկ արգելակելիս շատ-շատերն բարձր արագությամբ են գալիս, հենց անմիջապես իր վրա են արգելակում։ Արդեն սխալ է։ Արգելակելուց այդ կախոսները ինչ են անում, սեղմվում են։ Այսինքն տարածությունը գետնից մինչև մեքենայի առաջամասի քչանում է, էլի կարա հարված լինի։ Լավ, մինչև իրեն պետք է արգելակես, որ գաս հասնես իրեն, թողես այդ։ Այդ մոտենում ես արդեն պետքա դանդաղացնես։ Ապրես ինքը կբացվի ու հեշտությամբ մեքենան կգլորվի կանցնի։ Հիմա շարունակում ենք հնարավորինս դանդաղ, դու զգալով, դու ինքդ պետք է զգաս եւ առաջամասը եւ հետնամասը։ Ահա, շատ լավ հաղթարեցինք անցանք։ Որոշ դեպքերում էլ տեղանքից ելնելով դու դիմացդ նայ, ես կբացատրեմ։ Պետքա կարելի է սենց շեղ անկյան տակ անցնել, ոչ թե ուղիղ, այլ շեղ անկյան տակ։ Այդ դեպքում մեքենան սենց մի տեսակ ոնց որ քայլելով անցնում, դանդաղացնում ենք ստեղ, որտեղ խաչմերուկեր կարող մեքենա մոտենալ։ Հիմա ստեղ արի փորձենք այդ շեղ անկյան տակ անցնել։ Որսի դու տարբերությունը զգաս, մեքենան միանգամից անցնում, թե սենց քայլելով անցնում։ Այ ապրես, այսինքն շեղ անկյան, դանդաղ։ Զգացիր։ Հա։ Սկզբից միակը, հետո մյուսը նույնը հետն եմ ասում։ Հիմա նույնն էլ ստեղ արա։ Այս ձախողանը։ Այս էլ ձախողանը։ Զգացիր էլ ինքը հեշտությամբ անցար։ Հասկացա։ Լավ, երբ որ ստեղ էլ ունենք, ստեղ էլ կարելի է։ Երբ որ միանգամից երկու ակով ես բարձրանում իրանց վրայով անցնում ես, այդ իջնելու պահին կարա մեքենայի ակը կպնի։ Չհաշված որ։ Բայց ո՞րն է ճիշտ առհասարակ շեղով թե ուղիղ։ Դու ինքդ պետք է զգաս։ Պահի։ Այո, ինչ եմ ասում տեղանքից ելնելով, որտեվ չի բացառվում հնարավոր է որ կողքերդ լինեն տրանսպորտային միջոցներ։ Հա։ Ճանապարհը լինի նեղ, դու չունենաս հնարավորություն շեղ անկյան տակ անցնելու, ուրեմն այդ դեպքում կանցնես ուղիղ։ Բայց եթե կա հնարավորություն, կարելի է նաև։ Բայց ավելի հեշտ է, այսինքն շեղն է։ Այո։ Ինչքան բարձր եղավ այդ անհարթությունը, մի փոքր շեղ անկյան տակ անցնելը կլինի ճիշտ ավելի։ Հիմա նորից առաջանում ենք քիչ առաջ որտեղից որ հետադարձ կատարեցինք, նույն տեղանքից հետադարձ ենք կատարում, այս ուղին անցնում ենք նորից։ Ապրես։ Կամ ստանդարտ ենք հետադարձը կատարում, ուղղվեցինք նույնը, նորից շարունակում ենք։ Ես ոչինչ չեմ ասում։ Լավ է, այս անհարթությունները շատ կարևոր են, որովհետև գիտես մեր քաղաքում շատ են, ոչ մեր թե շատ են։ հանրապետություն կարելի ասել այդ արհեստական անհարթությունները շատ են, շատ պետք է իրենցից օգտվենք,
ու պետք է ճիշտ օգտվենք։ Որ անվտանգ Ամեն լինի։ հարցում էլ պետք է լինել գրագետ։ Այո, անվտանգներ համար Բնականաբար մեքենան մեքենա վարելու։ չվնասենք։ Ահա, շատ ճիշտ է։ Շատ լավ։ Տեսնեմ շատ դանդաղ փորձի անցնես, որ ես չզգամ ոնց անցավ իր վրա։ Հա, բավականին մեծ անհավատություններ, շատ լավ անցանք, շատ լավ։ Մյուսն ենք փորձում, որ հետադարձ կա։ Մենք ոնց ձեր ճանապարհ չկա։ Կա, կարգարոտ ճանապարհ է։ Ոնց կա։ Լավ, շարունակում ենք։ Շատ լավ։ Տես դու արդեն կարողանում ես ագին լավ։ Ես մտովի արդեն մինչև ձեր բացատրելն պատկերացրել եմ, որ պետք է դանդաղ ընթացքով մոտենանք ու X-տիկյան արդեն մեքենան կգլորվի էլի։ Շատ լավ։ Այս վարժությունը շատ կարևոր է, որտեղ կարող քաղաքից դուրս գնաս, քեզ հանդիպեն նման ճանապարհներ, որտեղ անհարթությունները շատ լինեն, իմանաս կողմնորոշվես ոնց անես, որ մեքենան չվնասես դանդաղ։ Այստեղի փոքր արագ էինք, որտեղ շատ զգացինք այդ ատանումը մեքենայի, փորձի ավելի դանդաղ։ Ու բացի այդ լավ մեծ էր։ Մեծ էր, այո, մեծ։ Ու ինչքան մեծ, դու այնքան դանդաղ պետք է իրանց վրա անցնես։ Այսինքն դու ինքդ պիտի կողմնորոշվես ու զգաս, որ կետից արգելակես, ինչ ուժգնությամբ, կամ որ կետից ընթացքը մեքենայի արագացնես։ Ապա շրջադարձ կատարելիս հնարավորինս աչքես չէ մեքենան։ Առաջ խնդիր ունեի աչի հետ, լավ հիշում եմ։ Դե զգուշ աչից հարվածք չունենալ ու պետք շարունակելու ենք։ Այ որտեղից որ դուրս եկավ այդ մեքենան, այո, տեղից աչա պետք է։ Զարան արդյունքները ինչքան շատ են։ Կա շատ են։ Շատ լավ, գնացինք։ Ու լավ տեսնելի էլի։ Փորձի մի փոքր շեղ անկյան տակ, որ քայլելով անցնենք իրանց վրայով։ Շատ չէ, մի փոքր։ Ու դանդաղ հնարավորինս։ Ոյակով շարունակում ենք։ Այստեղ արդեն կողքերը տրանսպորտային միջոցներ կան, այդ շեղի հնարավորությունը դու չունես։ Ուրեմն պետք է ուղիղ, բայց դանդաղ։ Մյուսը ավելի դանդաղ արի անցնենք։ Փորձի հնարավորինս դանդաղ, որ զգաս։ Ես չգիտեմ հիմա կստացվի թե ոչ, բայց հետագայում որ դու լավ հմուտ կլինես, անգամ դու կարող ես մեքենայի ակերը բարձրացնել ու կանգնացնել այդ անհարթության վրա անմիջապես։ Այդ պետքա շատ դանդաղ կարծիքով։ Ու շատ դանդաղ ու դու պիտի զգաս, որ կետից դա անես, ինչ ուժգնությամբ արգելակես, որ հայտնվես։ Բայց այդ անհարթությունից էլ է կախված, չէ՞, դու կարող ես կայանել վրան թե ոչ։ Օրինակ սրանց վրա դժվար կարող դու որ ես կարողանաս։ Իմից տեղ փորձի։ Չէ փորձի դանդաղ, որտեղ բավականին մեծ են անհարթությունները, ուղղենք շարունակելու։ Դանդաղ ես շոզը փորձես։ Հա։ Դանդաղ։ Այս լավ ստացվեց։ Մի փոքր աչքայի մեքենան, ասեմ ինչի, որ հետևից ընթացող մեքենա կարող ցանկանա մեզ անցնել, թող անցնի, իրան չխանգարենք մենք։ Անկամ դանդաղացրու, թույլ տուր հնարավորություն տուր, թող կարող շտապում այդ մարդը թող գնա։ Всё, շատ լավ է գնացել։ Մեզ չխանգարի։ Մենք իրան չխանգարենք, թող ինքնած։ Ես զգում եմ, որ քո տեսնում ես, որ հետևից մեքենա է մոտենում, բան մի փոքր լարվածություն լինում է, չէ՞, ինչ անես, ոնց կարող է լինի։ Այդ դեպքում մի փոքր աչ ես ընդունում, թույլ ես տալիս ինքը անցնի։ Շարունակում ենք ուղղ։ Դե մի փոքր մեծ են։ Հնարավորինս դանդաղ պետք է իրաց վրայով անցնել։ Շատ լավ։ Այստեղ կարող է բարձրացնես կանգնացնես ակերն իրաց վրա։ Լեփորձը։ Այս արդեն բարձրացավ։ Բարձրացա։ Հա, բայց չես ամբողջությամբ իրանց վրա չի հապել։ Այ կանգնել ես, տեսար։ Կանգնել եմ։ Տեսար, բայց մեզ չի ստացվում։ Չէ, ստացվեց։ Շարունակում ենք լիմուսին էլ փորձի, բայց հետևներ ունենք դեռ։ Հետևի ակերներ, դողերներ պիտի ան։ Հա, շատ լավ է։ Տեսար ինչ լավ ստացվում։ Հələ ստեղ էլ փորձի։ Ես ուզում եմ որ դու զգաս ամբողջությամբ, եթե կստացվի կանգնի, ինչի՞ չէ։
փոքրել որ առաջանաս, այ կանգնել ես արդեն։ Էլի մաս չկա իջնելու նայելու ստուգելու, որտեվ դու կանգնել ես։ Կանգնել եմ, ես զգացի որ կանգնեցի։ Հələ հետևը փորձի կանգնեցնես։ Հետևը։ Ոյա կապա։ Սուզան ես ոնց է ստացվում։ Հա՞։ Որը եթե մի անգամ լիներ, կասեի ես մի անգամն է մի ամիջ ստացվում։ Քանի անգամ դու արեցիր ես նույնը։ Ուրեմն զգում ես շատ լավ։ Հա, զգացի։ Ապրես։ Հələ սա արի մի փոքր շեղ անցնենք։ Շեղանքյան տակ։ Զգացիր մեքենան մի տեսակ քայլելով անցնում իր վրա։ Զգացի։ Ահա։ Նիֆորտեն շեղանքյան տակ ես անցնում, հնարավորությունն ավելի քչանում է մեքենայի տակ հարված ստանալու։ Հասկանա՞։ Սապչից մեքենայի մոտեր մարիզը չենքին կհանցնի, վսյո անցավ։ Մի քիչ տանդաղ ես ենց տվերոտ հայ անցավ տեսար սվերոտ։ Բայց այդքան մեծ էլ չէր։ Այդքան մեծ չի, այո, բայց սյոտիկի պարտավոր ենք նկատել իրա մի փոքր ձախ։ Ոստեղ էլ ունենք էլ այդքան էլ մեծ չի, բայց նկատելի է սյոտիկի։ Արագ չես կարող իրանց վերով անցնել, որտեղ, ահա, շատ լավ է, հոյակապ ստացվում։ Այս անարդությունները մեկը չի, տեսար բազմաթիվ են ու տարբեր տեսակի, տարբեր բարձրության, տարբեր լայնության, բոլորի վրայով էլ մենք հեշտությամբ անցանք։ Շունիկներից ու չես վախենում։ Վախենում եմ։ Վայ։ Մենակ մի տեսակից չեմ վախենում, այդ շպիցներից։ Շպիցերն են։ Շպիցերը։ Ոստիկ։ Մենակ իրանցից չեմ վախենում։ Դե մնում էր շպիցերից վախենայր։ Արի ձախ շրջադարձենք կատարելու, ձախ ազդանշանով զիջում ենք աչից մոտեցողին, եթե կլինի։ Ոնց որ չունենք, շարժվեց։ Այդ շպիցերն են սկսել սիրել մեր հարևանը, շպից ունի։ Ու որ իրանց հենց ընթացքում սիրել ենք բան ենք արել, արդեն ոնց որ ասած սովորել եմ, էլի սկզբից իրանից էլ էի վախենում շատ։ Շպիցերի գովազդ ենք անում փաստորեն միասին։ Մի հատ էլ եմ ուզում ես ուղին անցնենք միասին, որտեվ ճիշտ է շատ էլ որ 10 անգամ մենք հաղթարեցինք տարբեր տեսակի խոչընդոտներ, դա անընդհատ պետք է անել։ Այո, շատ։ Էլի նորից կփորձես, այո, ընդեղից ազատ տեղից հետադարձ կատարենք։ Մի փոքր լայն, որ ստացվի։ Հապես լրիվ աչի եզրես ճանապարհի մոտենում, բայց ազդանշանը չենք մոռանում, լավ ազդանշանը կմնացնենք։ Հա, տեսեք մոռացեք, հա։ Դու շավիր կենտրոնացար նրա վրա որ քո հետադարձը մի գործողությամբ կատարես ու մոռացար այդ ազդանշանը միացնել։ Ոչինչ։ Նորմալ է, սովորում ենք, չէ՞։ Դե հա, այդ չի բացառվում, բայց ավելի շատ ոնց որ տեսանելի փողոցներում, հա, պետք է անհրաժեշտ է։ Չէ, էական չի, պարտադիր չի։ Այսինքն չպետք է մտածել այսպես, եթե չկան տրանսպորտամիջոցներ, ուրեմն պետք չի միացնել։ Ամեն տեղ էլ պետք է միացնել։ Կամ գլխավոր փողոցում։ Ընդհանրապես մի տեղանքում չենք միացնի, դա վտանգավոր շրջադարձերն են, կորացումները, որտեղ որ այլ ուղղություն գոյություն չունի։ Ճանապարհը միակն է, ուղղակի շեղվում է աջ կամ ձախ։ Այդ դեպքերում հանգստանալու գնում ես, հեչ։ Օրինակ Դիլիջան գնում ես, Դիլիջանի պավարոտներ լսել ես։ Այո։ Այնտեղ ազդանշան միացնել պետք չի, դա։ Ու կանոնները չեն պարտադրում միացնել։ Դե ամեն անգամ մի չեմ միացնես, անջատես նորից միացնելու վաղը կլինի։ Դանդաղ։ Հարակ եղավ։ Ոչինչ, շարունակում ենք։ Այս երկու մեքենան անցնում ենք, աջ կողմի վրա, չենք միանում աջ ազդանշան, միացնում եւ կանգ ենք առնում։ Աջ ազդանշան, ապրես, շատ լավ։ Դիրքը ուղղում ես մեքենային, կանգ ենք առնում, կարելի է մի փոքր հետընթաց կատարել, մոտենալ ճանապարհի եզրին։ Դանդաղ, հնարավորինս դանդաղ հետընթաց կատարում ենք շատ դանդաղ։
Վերջ կանգնեցինք։ Շատ լավ։ Հիմա հիշում ես նեյտրալ, հետո ոնց ենք անում, ապրես, այնտեղ նայ տես նշանները, շատ լավ։ Նոր պարկինգ։ Այ հիմա շարժիչը կարող ես անջատել։ Շատ լավ է, Սուզան ջան։ Շատ լավ։ Ուրախ եմ շատ։ Շատ լավ առաջի անգամ համար այս ամեն ինչը, բայց մենք էլի պետք է շատ օգտվենք այս ամեն ինչից։ Ամեն ինչից դու զգացիր այսօր մենք շրջադարձել կատարեցինք, հետադարձել կատարեցինք, անարդյուններից էլ օգտվեցինք։ Այսինքն աշխատեցինք եւ ղեկի հետ եւ աշխատեցինք ոտնակների հետ։ Մի քիչ ստացվեց, մի քիչ չստացվեց, մի քիչ թերեր, մի քիչ արագ էր, մի քիչ դանդաղ էր, բայց դա նորմալ է։ Իհարկե, այ որ հետագայում դու արդեն հմուտ կլինես ինքնուրույն քո մեքենան ինքնուրույն կվարես, որ ոչ ոք քո կողքը չի լինի, քեզ ոչ մեկ չի հուշի, ընկեր Արտուրի նման ասի կամաց, գուշ, հոբ, դանդաղ եւ այլն, մի քանի անգամ կսխալվես, չսխալվի ու կսովորես արդեն։ Լավ, հիմա մենք հիմքը կկառուցենք միասին, հետագայում որ քո համար լինի հեշտ։ Քո անձնական մեքենա, դու արդեն ինքան ես ամեն ինչը կանես այս վարչությունները, շատ լավ, շատ լավ։ Կհանդիպենք հաջորդ անգամ Սուզան ջան։ Պակա։ Դե ինչ, այսօրվա համար էլ պատրաստել էի այսքանը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17-ին Կենտրոն TV-ի եթերում։